Ողջույն։ Մենք գտնվում ենք Եղիշե Չարենցի տուն թանգարանում, Ալեքսը մեր օպերատորն է, իսկ ես ու Արտուրը շուտով փոքրիկ հարցազրույց կունենանք Եղիշե Չարենցի թողնիկու Տիկին Գոհարի հետ։ Բարև ձեզ, մեր համար մեծ պատիվ է գտնվել Եղիշե Չարենցի տուն թանգարանում։ Մենք կխնդրենք մի քանի հարցով պատասխանել մեր հարցերին։ Ինչ ձեռագրեր է պահպանվել Եղիշե Չարենցից, ինչ պատմություններ կան դրանց հետ կապված։ Ուրեմն իհարկե այս հարցում մեծ դեր ունի Ռեգինա Ղազարյանը, ով Չարենցին տարիքի բարեկամուհին էր, 15 տարեկան աղջիկ էր այն ժամանակ, երբ որ Չարենցը բանտարկվում է 37 թվականին, իհարկե նա գիտեր, որ իր ամեն ինչը կոչնչացվի, գրքերը, անան շատ մտահոգ էր իր ձեռագրերի համար, որտեղ շատ անտիպ ստեղծագործություններ ուներ հենց իր տանը։ Եվ մի անգամ, երբ որ կինը Իզաբելլան այցելում է նրան, որովհետև ջերմակերանը գվանալու, եւ որ վերնաշապիկը իջեցնում է ջրի մեջ, տեսնում է, որ ինչ-որ տառեր հայտնվեցին։ Ուրեմն Չարենցը քիմիական մատիտով վերնաշապիկի վրա ներս կողմից գրել է լավ նայ երեխաներին, փրկիր ձեռագրերս եւ վստահիր միայն Ռեգինային։ Խոսքը Ռեգինա Ղազարյանի մասին է, ով իհարկե նկարչուհի դարձավ, բայց այս ժամանակ երիտասարդ աղջիկ էր։ Ուրեմն Իզաբելլան եւ Ռեգինան հավաքում են Չարենցի ձեռագրերը 20 թղթաբանակ, դնում են ճամպրուկի մեջ եւ նա գիշերով այդպես տանում է թաքցնելով, գիտեք, արդեն 37 թվականն է, շատ վտանգավոր էր իր համար եւ հանում է ճամպրուկից, մի փոքր պատակում է, դնում է տակառի մեջ եւ թաղում է հողի տակ։ Եվ այս ձեռագրերը հողի տակ մնում են 17 տարի։ Նա երբ որ Ստալինը մահանում է, այն ժամանակ է հանում, իհարկե մի քանի ապ փոշիացել էր, նա այդքան երկար մնալուց հնարավոր չէ փրկել, բայց բավական մեծ մասը նորից վատ վիճակում, բայց իհարկե որևէ մեկը չէր կարող կարդալ, վերցնել, միայն մայրս, չնայած 2 տարեկանում էր կորսրել հորը, բայց միայն նա էր կարողանում կարդալ ձեռագիրը։ Եվ տարիներով Անահիտ Չարենցը շարունակել դուստրը վերցանեց ձեռագրերը եւ ուրեմն հրատարակեց 1983 թվականին մի ամբողջ գիրք այդ այս ձեռագրերի վրա։ Ուրեմն մեզ այսօր հասան նրա բացառիկ լավ գործերը, ափսոս որ բավական մասն ոչնչացավ։ Ինչպիսի հայր էր Եղիշե Չարենցը։ Եղիշե Չարենցը բացառիկ ամուսին եւ հայր էր, չնայած իր զավակներին տեսել է մինչև 2 եւ 5 տարեկան, ուրեմն մայրս 2 տարեկան է, մորաքույրս 5, Անահիտը եւ Արտենիկը, երբ որ Չարենցը բանտարկվեց եւ դրանից հետո այլևս չտեսավ, որովհետեւ 4 ամիս հետո մահացավ բանտի հիվանդությամբ։ Բայց հենց այդ մի 2 տարին մորաքույրս 5 տարեկան էր, մի քիչ հիշում էր հորը, մայրս բացարձակ չի հիշում, ասում է, որ հիշում եմ, որ նա նա ինձ ինչպես էր գրկում եւ այնքան երկար էին թվում նրա ձեռքերը, որ ինձ գրկում էր, հետո ասում է հասկացա, որ այդպես լինում են անսահման սիրով ձեռքերը միայն։ Ուրեմն ցավոք սրտի շատ կարճ է վայելել նրանց սերը, մեծ աղջկան ասում էր Բոժիկ, այսպես փոքր Աստվածուհի, Անահիտին էլ Ադոնիս էլի բնության Աստվածուհու անունը, շատ սիրում էր նրանց։ Ինչպիսի ընկեր էր Եղիշե Չարենցը։ Եղիշե Չարենցը, ինչպես մենք լսել ենք ժամանակակիցների հուշերի միջոցով նրանցից, նաև բացառիկ ընկեր էր։ Շատ սիրում էր իր ընկերներին, այդ ժամանակ մոտ էր Աքսել Բակունցի հետ, Գուրգեն Մահարու հետ, ավելի այս երկուսն են, որ իրեն շատ մոտ են եւ իհարկե Աղասի Խանջյան, որ մեր առաջին կարգուարն էր, եւ հիշում եմ, որ նրանք հաճախ գալիս էին հենց այս տունը, որտեղ նա ապրել է շենքի 3-րդ հարկում, գիտեք, եւ նստում էին, մի քիչ խմում էին, ուտում էին, շատ սիրում էր կոնյակ խմել ընկերների հետ, շախմատ էր խաղում, բաստուրբան միշտ անպատաս էր, չրեղենը եւ Ալազարյանի հուշերում դա կա, որ երբ որ հյուր է գնացել Չարենցին, տեսել է, որ Չարենցը հանեց չրերով լի մի այսպես սկուտեղ եւ լցրեց սեղանին եւ պատմում է, որ որտեղից այսքան չրեր, ես ինչ ես անում, Չարենցը ասում է, ես դաստախում եմ կազմակերպում, այսինքն չրերի հյուրասիրություն, այդպես Դոստոևսկու աղջկա հուշերից էր նայեցել, կարդացել,
բայց մի անգամ էլ երբ որ գնում է, ասում է ոչինչ է հյուրասիրել, ասեցի ճար է, ձեզ բավուր են չերերդ, ասպե շատ թանկ էր նստում։ Բայց իսկապես կարող էր իր վերջին կոպեկը ծախսել, ինքը շատ քչակեր էր իհարկե, բայց կարող էր պատվիրել շատ իր ընկերների հետ նստել, ուտել, խմել, կամ դրա կարիքը ունեցողին օգնել եւ վերջում իհարկե կյանքի վերջում ոչ մեկը չմնաց նրա կողքին, դե դժվար տարիներ էին, ավելի մեկն էլ վախենում էր, բայց այդպես մենակ մնաց եւ ոչ մեկը նրան չէր այցելում եւ շատ հազվադեպ էր տնից դուրս գալիս։ 1920 թվականին Եղիշե Չարենցը գրեց մահվան տեսիլ բանաստեղծությունը։ Ինձ հետաքրքիր է իմանալ բանաստեղծությունը գրելու շարժառիթը։ Դե գիտեք, թվականներին ինչ էր կատարվում Հայաստանում, ինքը չնայած երբ որ գրեց դա 23 տարեկան էր, պատկերացրեք, այդքան երիտասարդ տարիքում։ Օրինակ Եսի Մանուշն էլ երբ որ գրել է, էլի 23-24 տարեկան էր, այդ մահվան տեսիլը եւ շատ գործեր, այդքան երիտասարդ տարիքում այդպես խորությամբ նա գիտեր իհարկե պատմությունը։ Հենց ոչ միայն մահվան տեսիլի մեջ, այլև երկիրն այլին, եթե նայեք, այդ բոլորի միջով հենց Խմբապետ Շավարժը պատմությունը անցնում էր եւ դա իրեն շատ բնորոշ հատկանիշ է, որ նա ինչ որ տեղի ունենար, նա անմիջապես դրա արձագանք գտնում էր իր գործերի մեջ, կամ երբ որ Կոմիտասը մահացավ 3-4 օրվա մեջ գրեց նրան նվիրված պոեմ եւ հենց սա է պատմական մանավանդ պատմությունը նրան շատ ուզում էր եւ որպես հենց վավերագիր նա կարող է կարդալ եւ հասկանալ, թե երկրում այդ ժամանակ ինչ է կատարվում մեր մահվան տեսիլը։ Մենք գիտենք, որ 1923 թվականին Մարտիրոս Սարյանը ստեղծել է Եղիշե Չարենց դիմանկար կտավը։ Մեզ հետաքրքրում է, թե մի փոքր կցանկանայինք պատմել այդ մասին։ Այո, 23 թվականին դե Չարենցը բավական մոտ էր նաեւ Սարյանի հետ։ Սարյան մի քանի անգամ ուզել է նկարել նրան, այդպես չէր ստացվել եւ 23 թվականին վերջապես որոշվեց, որ ստեղծի այդ դիմանկարը, որ կոչվեց Չարենցի դիմանկարը, բայց իրական դա Չարենցի եգիպտական դիմակի հետ է այնտեղ։ Եւ եգիպտական դիմակը խորհրդանիշ էր հավերժության, որ Չարենցը գնում է հատած դեպի հարմարություն, հավերժություն։ Իհարկե Իտալիայում է ցուցադրվեց այս կտավը եւ մեծ արձագանք ստացավ, բայց հետաքրքիր է մի պատմություն, որ 37 թվականին, երբ արդեն գիտեք տարիներ էին եւ բոլոր այդ մեծերի նվիրված ստեղծագործությունները եւ կտավները այրում էին եւ եկել են գրականության արվեստի թանգարան, որ Մաշարիցյանով է կոչվում, եւ ասել է, որ բոլոր այդ մեծերի նկարները պետք է տաքմես, թե որ ոչնչացնեն։ Եվ այնտեղ աշխատում էր Նշան Մուրադյանը, գրականագետ էր, նա այս նկարը վերցնում է, նկովում պահում է, հենց մի քիչ անիմաստ իրերի հետ, ետևում պահում է, հենց Չարենցի այդ դիմակով նկարը։ Եվ այդպես չեն գտնում, թե չէ հիմա ոչ շացած կերներ։ Եվ հետագայում հանում են նկարը, նույնիսկ Սարյանը, որ ցնցվում է, որ տեսնում է, ասում է Շամուրատյանին, ես քեզ կնվիրեմ այս նկարը, կամ որ դու կրկեցիր, բայց նա իհարկե չի ուզում, եւ այդպես էլ նկարը մնում է գրականության արվեստի թանգարանում, մեր մոտ էլ կա իհարկե բայց կրկնօրինակը, որ էլի շատ լավ գործ է Հելիք Սիրարյանը, բայց կրկնօրինակը գտնվում է գրականության արվեստի թանգարանում։ Շնորհակալություն։